Երբ որ մենք անհատի բացառիկ դերակատարումն ենք շեշտադրում եւ մեզ մեղադրում ենք թե կառավարության պատասխանատվությունը դնում ենք մարդու ուսերին, այս բանը, այս խոսույթը որոշակի հակասություն է պարունակում, որովհետեւ հենց կառավարության եւ իշխանության մնացած բոլոր օղակներում որոշիչ դերը պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, այսինքն անհատ մարդուն եւ հետեւաբար հենց իբնե պատասխանատվությունը մարդու վրա է, բայց միայն դրանով չի, միայն ընտրություններով քվեարկելով չի, այդ թվում երկրի զարգացման տեսլականը ընտրելուց, ընդ որում ես ուզում եմ ասել, որ այդ ընտրությունը պարտադիր չի, որ քվեարկությամբ տեղի ունենա, որովհետև երբեմն ընտրությունը եւ գուցե ավելի հաճախ ընտրությունը տեղի է ունենում ոչ ընտրական ճանապարհով, ուղղակի հանրային վերաբերմունքի ձևավորմամբ։ Մենք անցել ենք process-ներով, որտեղ ես առնվազն մի քանի անգամ ասել եմ եւ ես դա շարունակում եմ պնդել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որ պահին ուզենա, կարող է հեղափոխություն անել։ Ինչու՞, որովհետև մենք իրար հետ քաղաքացիներով 2018 թվականին ցույց ենք տվել, որ եթե քաղաքացին ուզենա հեղափոխություն անել, չկա ուղղակի պարզապես այդպիսի ուժ, որ կարողանա կասեցնել այդ հեղափոխությունը։ Ես նկատի ունեմ, որ այդ թվում վերջին շրջանում մեր ռազմավարությունների եւ տեսլականների վերանայումները քվեարկությամբ տեղի չեն ունեցել, բայց այդ վերանայումներին եղել է քաղաքական արձագանք, հնչել են այդ թվում հեղափոխության կոչեր, ես ինքս հեղափոխության այդ կոչերին միացել եմ, անկեղծ եւ ուղիղ ասելով, որ մենք այո, մեր պատկերացումները վերանայում ենք այսպես, այս պատճառով, եւ մենք դա անելու ենք, քանի դեռ այդ լիազորությունը ունենք, եւ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համաձայն չեն դրա հետ, ուրեմն պետք է իրենց անհամաձայնությունը ցույց տան եւ նաեւ անուղղակի ճանապարհով քաղաքացին, անհատ քաղաքացին ունեցել է եւ ունի վճռորոշ դեր մեր ռազմավարությունների որոշման, քաղաքական որոշումների կայացման եւ իրագործման գործում։ Բայց այս ամեն ինչը ինչի համար եմ ասում, ամենևին ոչ քաղաքական խոսույթ զարգացնելու, այլ բոլորովին այլ տրամաբանությամբ։ Իսկ տրամաբանությունն այն է, որ եթե քաղաքացին վճռական դեր ունի կառավարություն ձևավորելու, ըստ էության երկրի զարգացման ուղղությունները որոշելու գործում, քաղաքացին պետք է եւ ակնհայտորեն ունի դեր վճռական եւ առանցքային դեր իր անձնական կարիքները, իր անձնական բարեկեցությունը ապահովելու գործում, որը մեր համոզմամբ եւ կարծիքով եւ ակնհայտորեն պետք է տեղի ունենա աշխատանքի միջոցով։ Եվ որպես այս բոլոր հանրային, անհատական, քաղաքական գործառույթները մարդը քաղաքացին կարողանա պատշաճ ձևով իրականացնել, Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինում արձանագրվում է այն, ինչի մասին մենք արդեն բավականին երկար ժամանակ խոսում ենք եւ ես ուզում եմ մի հատված մեջբերել։ Ենթավեռնագիրը կամ վերնագիրը կրթությունը որպես ռազմավարությունների ռազմավարություն։ Հայաստանի նոր տնտեսական պարադիգմի առաջին եւ առանցքային հիմքը կրթությունն է։ Առանց հասանելի արդիական եւ մրցունակ կրթական համակարգի եւ կրթությունը որպես ցկյանս ապրելակերպ որդեգրելու բարեփոխումների արդյունավետությունը տուժում է։ Կրթված իր իրավունքներն ու պարտականությունները գիտակցող քաղաքացիները պետության, ազատության եւ ժողովրդավարական կենսունակության ամենահուսալի հենարանն են։ Կրթությունն այլևս պարզապես մեկ ճյուղային քաղաքականություն չէ, այլ դոկտրինի առանցքը, որը կանխորոշում է տնտեսական զարգացման ծավալն ու բովանդակությունը, պետական կառավարման արդյունավետությունն ու ճկունությունը, ազգային ինքնության ամրությունը եւ պետականության հարատեվության օրակարգի հաջողությունը։ Եվ հաջորդ մեջբերումը դոկտրինի նպատակը Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացման նոր տրամաբանության հաստատումն է,
տնտեսությունը դիրքավորելով որպես ինքնիշխանության, անվտանգության եւ երկարաժամկետ կայունության հիմք, որի առանցքում կանգնած է կրթված, այսպիսով ազատ, կարող եւ ստեղծարար քաղաքացին։ Սա շատ կարևոր արձանագրում է այն տրամաբանությամբ, որ ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, որ երբ որ մենք քաղաքացի ենք ասում, մենք քաղաքացի ասելով նկատի ունենք բնականաբար այդ թվում պաշտոնյաներին, ներառյալ այս դահլիճում գտնվող պաշտոնյաներին։ Եվ ինչպես մենք վերջին շրջանի մեր որոշումներում արձանագրել ենք, երբ որ մենք ասում ենք կրթությունը ցկյանս գործընթաց է եւ առանց սեփական կրթական մակարդակը բարձրացնելու հաջողություն չի կարող լինել, դա վերաբերվում է նաեւ մեզ, բոլոր պետական պաշտոնյաներին, եւ մենք մեր որոշումներով նաեւ ստեղծում ենք համակարգ, որպեսզի ոչ միայն հնարավոր դարձնենք պետական պաշտոնյաների եւ ընդհանրապես բոլորի համար կրթությունը, այլև որոշակի կառուցակարգեր սահմանենք, որում պետական պաշտոնյայի գործունեությունը կարողանանք գնահատել նաեւ այդ տեսակետից, ինչքանով է ինքը զբաղվում իր կրթությամբ եւ ինչքանով է որդեգրում կրթությունը որպես ցկյանս գործունեություն եւ ապրելակերպ։